Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հանրապետական падգամավորներն ասում են 2018-ը տեղի ունեցավ, որովհետև օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն մեծ թիկունք չկանգնեց, այլ նաև ակնարկում են, որ թիկունքից ինչ-որ գործողություններ են եղել։ Իրոք այդպեսի բան են։ Ասում են՝ ի տարբերություն իրենց, մենք իրեն 10 տարի թիկունք են կանգնել, դրա համար էլ իշխանությունը անսասան եղավ։ Առաջինը այսպես ասենք, երբ հանրապետական կուսակցությունը իշխանություն դարձավ, որպես հանրապետական կուսակցություն։ Ես ով էի այն ժամանակ։ Նախագահ։ Ով է ում թիկուն կանգնել, ով է ում օգնել կայանա որպես կուսակցություն։ Մի հատ մեծ հարց է։ Իրենք թիկունք չկանգնեն, իրենք չեն լինի, ուրիշները կլինեն։ Ասեմ, այդ ուղղակի նույնիսկ բարոյականության ստե հարց կա այդ քարտի բան հնչեցնելու կամ կարող է երիտասարդներ են, որոնք այդ ժամանակահատված ուղղակի լավ չեն հիշում։ Հանրապետական կուսակցությունը եղել է փոքր կուսակցություն։ Վազգեն Սարգսյանը միասին պայմանավորվել ենք, Վազգեն Սարգսյանը դառավ առաջնորդ եւ հանրապետական կուսակցությունը որպես արդեն իշխանական կուսակցություն թափ հավաքեց։ Այդ իշխանական կուսակցության այդ իշխանության ժամանակ նախագահ իշխանությունը շատ ավելի մեծ էր կամ վարչապետ իշխանությունը, ես էի նախագահ։ Եվ ասել, որ իրենք են ինձ թիկուն կանգնել, այո, իրենք եղել են խորհրդարանական մեծամասնությունը, բայց տվյալ դեպքում մեծ հարց է, ով ում ավելի շատ աջակցություն է ցուցաբերել, սա մի կողմներ են։ Հիմա այդ օրերին ես թիկունք չկազմեցի, պահեցի իրենց։ Ես զանգել եմ այն ժամանակ երրորդ նախագահին։ Այն ժամանակում զանգել հալա դեռ վարչապետ չէ։ Չեմ հիշում։ Դեռ ինչքան հիշում եմ հալա վարչապետ չէ, բայց արդեն պարզել որ ինքը պետք է լինի։ Խիեմ է զանգել նաև, որովհետև ինձ տարբեր մարդիկ դիմում են, ասում են՝ «Միա դու էլ ասա մեր ընդհանուր ծանոթները»։ Ոնց որ վիճակը ձեռից գնում է, բան չի անում։ Ես զանգեցի։ Եվ ասում եմ դու վիճակը ոնց ես գնահատում։ Պրոբլեմա։ Ինձ տարբեր տեղից ուղղակի սա են ասում։ Պրոբլեմա ծնագնդի պես սա գնում է դեպի լրիվ այլ ուղղություն։ Կոնտրոլը կորցնելու եք։ Ինքը շատ հանգիստ ասեց, ինչ պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ։ Ինձ դա զարմացրեց։ Ասի վստահ ես, երեմի երկու անգամ ես նույն հարցը կրկնեցի։ Շատ հանգիստ ասում ամեն ինչ կոնտրոլի տակ։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ 5-6 օր հետո։ Հիմա երբ որ քեզ շատ հանգիստ ասում են, որ ամեն ինչ կոնտրոլի տակ, ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես պրոբլեմ չի տեսնում։ Ինչ պիտի անել։ Սա այն է, ինչի ես մասնակից եմ եղել, դա ես միջև այդ առանձնապես շփում չեմ ունեցել իրեն, բավական երկար ժամանակ։ Ես վիճակից ելնելով համարեցի, որ այնուամենայնիվ պետք է զանգել այդ ահազանգը նաև հասցնել իրեն, որովհետև մեր ընդհանուր ծանոթները սա ասում են, մենք իրենք խոսում ենք, ասում ամեն ինչ նորմալ է։ Մի հատ դու էլ փորձի, էլի դու էլ ասա։ Ու ես էլ զանգեցի, ու ես հասկացա, որ շատ մարդիկ են դիմել ասել։ Հիմա ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է։ Հիմա սա է։ Էլ ավել չեմ ասելու, բայց եթե խոսացնեն ավել բաներ եմ ասել։ Նա խոսացնեք, թե դու խոսել։ Խոսացնելը դուք չէ, խոսացնողը դուք չէ։ Խոսացնողը ուղղակի մարդիկ են, որոնք այդ ժամանակվա իրադարձություններին երևի խոհանոցային ինչ որ հարցերին տեղյակ չեն, բայց օթից բաներ են հնչեցնում։ Այդ խնդրեմը սա է։ Ես խիպտ եմ այսքանը նստեի պատմեի։ Ասեմ անկեղծ, ես այսքանը չպիտի նստեի պատմեի։ Բայց եթե իրենք այդքանը չասեին, ես ստիպված չէի լինի այսօր պատմեի, իմ նախաձեռնությամբ կյանքում դա չի ա։ Եթե այս ամեն ինչը արդեն տեղի ա ունեցել, որ ասում եք այսքանը ես ինչու պիտի պատմեի, այն կողմից էր երևի մտածում են, ես ինչու այսքան գուցե ինչ որ գիծանցանք կամ չեն մտածում, չգիտեմ, մի խոսքով ինչ որ գծեր հատվել են այնուամենայնիվ, եւ եթե 26 թվականի ընտրություններում լինի այնպիսի արդյունք, ելի եթեով պիտի հարցս լինի, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չձևավորի, բայց ընդդիմադիր ուժերից որևէ մեկն էլ միայնակ չկարողանա ձևավորել իշխանություն եւ կարիք լինի կազմելու կոալիցիա, հնարավոր կլինի, այսինքն ինչքան գծեր են հատված երկխոսելու տեղ դեռ մնացել է, թե չէ։ Լարա նայր,
ապագայի եթեն ու անցյալը եթեն տարբեր են։ Անցյալը չես կարող փոխել։ Ապագան ապագայի եթեն տեղ ունի ասես լինելու, դա որտեղ սցենարներից մեկն է, հնարավոր սցենարներից մեկն է։ Այո, ես չեմ կարծում, որ մենք այլ ընտրանք ենք ունենալ։ Իհարկե, եթե հարցը այնպեսին է լինի, որ սրանցից ազատվելու համար պետք է ձևավորել կոալիցիան, այո, պետք է ձևավորվել։ Չպետք է նայես այդ ազնականին, մեկը սենց ասեց, մեկը նենց ասեց, մեկը խաբեց, մեկը սուտ ասեց։ Այդ ամեն ինչ պետք է մի կողմ դնել եւ քննարկել կոալիցիա ձևավորելու ասել։ Բայց ընտրությունների գնալը ես չեմ տեսնում այս պարագայում միասնական ինչ-որ մի լայն դաշտով ընտրության գնալ չի ստացվելու։ Գոնե գաղափարական հարաբերությունների տեսանկյունից իրար հետ լավ կոմունիկացիա ունեցող միավորները կարող են ավելի մեծ միավորներ կազմել գնալ ընտրությունների։ Մենք երբեք չպետք է այդ ազնական հարաբերությունները թերագնահատել։ Եվ ստե միայն ազնական հարաբերությունները չէ, ստե նաև բավական երկար ժամանակ իրավիճակների, process-ների, կառավարման մեթոդների նկատմամբ լուրջ տարաձայնություն է հիմքում։ Որտեղ եղել է այդ տարաձայնությունը, ես այդ տարաձայնությունը արտահայտել եմ եւ հանրապետականի ակտիվ մի քանի ոգի այն ժամանակները եւս ինձ վրա լավ հարձակվում է։ Ուղղակի ես ֆիքսում էի վերաբերմունքս եւ հետո չէի պատասխանում, մեջս չէր կուտել ասեց։